Բարև ձեզ, կուզենայի ասել ժպիտով, որ ձեր հետ կրկին քաղաքակրթությունն է, բայց վախենում եմ, որ քաղաքակրթության վերջին նշույլները մեռնող սիրո կամ մարդու արյան կաթիլների պես արտահոսում են մեր երկրի հիվանդ մարմնից։ Դրա համար ստիպված դիմում եմ հին հունական պահպանված քաղաքակրթությանը, որը այլևս կայացել է անցյալի մեջ եւ ապագայի մեջ խլել հնարավոր չի։ Ամենայն դեպս հույները նման փորձ չեն անում։ Դուք գիտեք, Ոդիսականի մեջ ամենամեծ մարտահրավերը եւ ամենամեծ վտանգը, որ սպառնում է մարդուն, հաստատապես մահը չի։ Այսինքն Ոդիսևսը, երբ որ գնում կանգնում է տարբեր մարտահրավերների առաջ, երկու խնդիր կա, որ մարդուն միշտ սպառնում են՝ մոռացումը եւ խաբեությունը։ Դրա համար, երբ որ Ոդիսևսը գնում է, ասենք, հատուկ կղզի եւ իր քաջ զինվորներին, պատկերացնում եք քաջ զինվորներ, իմաստուն ղեկավար, առաքելություն, այդ բոլորը պետք է պետության առաքելությունը կայացնելու համար, երբ որ նրանց տալիս են հատուկ պտուղ, որի ընթացքում նրանք մոռանում են ամեն ինչ։ Կիրկեի կղզում նրան տալիս են հատուկ ուտելիքի մեջ խառնված ինչ-որ դեղ, որի հետևանքով դառնում են խոզ։ Բոլորը կծիծաղեն, կասեն ինչ ասել է, երբ որ մարդը դառնում է խոզ։ Ժողովուրդ ջան, մարդը դառնում է խոզ այն դեպքում, երբ որ կյանքում ունի ընդամենը երկու նպատակ՝ ուտելու եւ բազմանալու բնազդը։ Այդ երկու բնազդի գերակա առկայության դեպքում ինքը միանշանակ դառնում է խոզ եւ մոռանում է մարդ լինելու իր առաքելության մասին։ Մյուս խաբկանքը դա սիրեններն են, երբ որ մարդկանց տարբեր գայթակղություններով հեռացնում են ճանապարհից եւ միայն մեկը պետք է, որ կապի իրեն կայմից եւ այդպես ուղիղ մնա։ Ձեզ թվում է այդ բոլորը հեքիաթներ են? Ոչ, դա մարդկային էության, մարդու առաքելության, պետական առաքելության մատրիցան է։ Մատրիցիզացիա, հա, այսինքն այնպես այն բոլոր խութերը, որին մենք կարող ենք առերեսվել եւ որը չհաղթահարելու դեպքում մենք կամ կդառնանք խոզ, կամ կկործանվենք քաղաքական եւ պատմական օվկիանոսում, նո կամ էլ ինչ կանենք, կապրենք մոռացման թմբիրի մեջ։ Ասեմ ձեզ, որ այդ 3 կղզիներն էլ հիմա առկա են Հայաստանում։ Մեր բոլորի վրա աշխատում են, որ մենք մի անգամից ուտենք Ոդիսևսի ճանապարհորդության 3 մարտահրավերները, ուտենք եւ այն կանգնի մեր կոկորդին։ Հիմա մեզ օրինակ ասում են, ինչ ա եղել, դուք ոնց կարող եք ուրիշ երկրի անունով ինչ որ մի բան ասել, բանը Արարատ, չգիտեմ ինչ, ես հարց եմ տալիս, բա ոնց կարող է, ասենք, ամերիկացիք դնեն Չերոկի անունով ջիպ, չգիտես ինչի է այդ զգայառը միտքս եկավ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ինչ է ամերիկացիները պետք է մոռանային Չերոկիների մասին, քանի որ իրենք էլ նպաստել են դրանց բնաջնջմանը, կամ 1000 ներողություն։ Ինչ է նշանակում հрьяաները չտան հոլոկոստ անունը։ Ինչ է նշանակում հрьяաները չտան Սիոնի անունը։ Դու կարող ես մի որևէ հрьяի ասել, որ ինքը չտա Սիոնի անունը։ Եվ ինչ կպատասխանի քեզ այդ հрьяան։ Ինչ կպատասխանի։ Զիոն են ասում, զեյով են ասում։ Այսինքն մեզ ասելով, որ Արարատը պատկանում է ուրիշ երկրի եւ դուք դրա անունը տալու իրավունք չունեք, ձեզ դուր կգա, եթե ասենք ինչ որ միտեղ լինի Արագած Սարի անունը։ Ես չգիտեմ, ինձ դուր կգա, թե չէ, բայց ես մի բան գիտեմ, որ դա ինձ համար չի դառնալու ներքին մարտահրավեր։ Եթե ինչ որ մեկը ուզում է դնել մեր սրբազան տեղանքներից մեկի անունը իր կնիքին, դա իր անձնական գործն է եւ իր պետական խնդիրն է եւ ես դրանով պետք է ընդամենը պատրաստ լինեմ ավելի հզոր պաշտպանության։ Խնդիրը ինչ է։ Սիմվոլը, սիրելիներս, ոչ մեկին չի պատկանում։ Ոչ մեկին չի պատկանում սիմվոլիկան։ Արարատը արդեն սիմվոլ է։ Արցախը արդեն սիմվոլ է ոմանց դավաճանական ջանքերով։ Եվ սիմվոլը իմացեք, ամենաթանկ բանը, որ մարդը ունի, տեսեք, մայրության սիմվոլը, սիրո սիմվոլը, մեզ չի ներկայանում ճաշեփելու ֆունկցիայի մեջ, մեզ չի ներկայանում սեքսուալ ֆունկցիայի մեջ, սիմվոլի ուժը նրանում է, որ նա մեզ ներկայանում է իբրև ուղղորդող փարոս։
իբրև ճանապարհ, որ ամեն մարդ ստանձնում է իր կյանքի ճանապարհին, եթե մտադիր է առաքելություն ունենալ, ոչ թե ապրել խոզի նման։ Հիմա անկեղծ եմ ասում, բոլորիս պարտադրում են ապրել Ոդիսևսի 3 կղզիների, համենայն դեպս 3 կղզիների մարտահրավերներով մոռացման մեջ, խոզի նման, սիրենների ձայնով գայթակղված։ Շատ մարդկանց դուր է գալիս խոզաբարո կեցույթը։ Ինձ անկեղծ ասած ոչ այնքան։ Չգիտեմ դուք ինչ կարծիքի եք, ձեր հետ արդեն դեպի ավարտ գնացող քաղաքակրթությունն է։